Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության Զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Այսօր կանանց միջազգային տոնն է։ Տոն, որն արտացոլում է մեր օջախի ջերմության, անխոնջ նվիրման ու անմնացորդ սիրո խորհուրդը։ Տոնի արդիվ մեր հեռուստածրագիրը խորին խոնարհումով շնորհավորում է հայոց մայրերին ու աղջիկներին, այդ թվում կին զինծառայողներին եւ մաղթում առողջություն, գարնանային գեղեցկություն ու բուրմունք։ Նշենք նաեւ, որ տոնի կապակցությամբ էլ մարտի 6-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր կանանց մեծարման ցերեկույթ։ Մարտի 8-ին ընթառաջ տոնական միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կանանց զինվորական ծառայության մասին պատմող Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված Թույլ սեր ուժային մասնագիտություն տեսաֆիլմի ցուցադրությամբ, որից հետո ելույթի համար խոսք տրամադրվեց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Մարիամ Վարդանյանին։ Զինված ուժերում միաժամանակ ծառայության մեջ գտնվող 3 եղբայրների մայր Արմենուհի Ղարիբյանին, զինվորի մայր հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանին։ Այնուհետև շնորհավորական ելույթով հանդես եկավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այսօր այստեղ գտնվում են մայրեր, ում 3 որդիները ծառայում են բանակում։ Նրանք էլ իրենց կյանքի ընթացքում դաստիարակելով իրենց որդիներին ուղարկել են հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու եւ միաժամանակ 3 որդիներ ունենալով զինված ուժերում, բանակում, նրա ստորաբաժանումներում, անկասկած նրանցից յուրաքանչյուրը հպարտություն է ապրում այսօրվա եւ մեր բանակի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Նրանք հպարտություն են ապրում իրենց որդիների ծառայության համար եւ ամենամեծ նվերը երևի թե այսօր, որ մենք ունենք մեր զինվորների ծառայությունն է առաջին հերթին առաջին գծում սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ։ Նրանք օրըստօրե կատարելագործում են իրենց մասնագիտական ունակությունները, գիտելիքները եւ ամենակարևորը կանգնած սահմանում հաստատակամորեն ըմբոստ կեցվածքով նրանք նայում են դեպի առաջ եւ անհրաժեշտության դեպքում իրենց զենքը կիրառում եւ կարող եմ ասել, որ հենց այս օրերին մեր ստորաբաժանումներից շատ-շատերը կարողացել են հակառակորդին իրենց տեղը դնել, իրենց գործողություններով, պատժիչ, պարտադրող միջոցառումներով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները։ Ելույթից հետո նախարարը շնորհակալագրեր հանձնեց 1-ից ավելի զինծառայող զավակներ ունեցող կանանց եւ որպես նվեր արձակուրդ շնորհեց նրանց որդիներին, որպեսի առաջիկա տոնական օրերին իրենց մայրերի կողքին լինեն։ Պատվոգրեր, մեդալներ եւ արժեքավոր նվերներ ստացան նաեւ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող, ծառայության ընթացքում աչքի ընկած կանայք, հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, զոհված զինծառայողների կանայք եւ մայրեր։ Իսկ բարգեւատրման արարողությանը հաջորդեց տոնական միջոցառումը, որի ընթացքում հանրային հեռուստաընկերության Երկերքոց նվագախմբի երաժիշտների նվագակցությամբ իրենց երաժշտական կատարումներով դահլիճում ներկա կանանց շնորհավորեցին հայ էստրադայի երգիչ-երգչուհիները։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանն ասմունքեց հայ պոեզիայի դասականների ստեղծագործություններից։ Միջոցառումը եզրափակվեց Պաշտպանության նախարարության սպայի տան զորական համույթի կատարումներով։ Զինված ուժերում անշուշտ իրենց ուրույն դերն ունեն կին զինծառայողները։ Նրանք իրենց գործունեությամբ եւ ներկայությամբ մի այլ իմաստ ու խորհուրդ են հաղորդում զինվորական մթնոլորտին, պատմում է Տիգրան Դավուդյանը։ Պահպանելով կանացիությունը, կին զինծառայողները գիտակցում են իրենց գործի կարևորությունը։ Մեր հերոսուհիներն էլ ժամանակի թելադրանքով հայտնվեցին զինված ուժերում, եւ այսօր ծառայությունը նրանց համար արդեն այլևս կենսակերպ է։ Ես այսօր խոցվեցի 3 զինվորով եւ արդարությունն այսօր խոցվեց 3 միլիարդ տեղից։ Ես արդեն այնքան եմ քոնը զինվոր, որ կարող եմ կրկնել ճշմարտությունը։ Հաղթողին չեն դատում։ Մեր սահմանը գիծ չէ, ոչ էլ խրամատ։ Մեր սահմանը զինվոր է, քաջասուն երակ, որի բաբախով մենք մտնում ենք կյանք։ Պայստազորի փոխգնդապետ Նոննա Պողոսյանը սկսել է ստեղծագործել մանկուց, սակայն ինչպես ինքն է փաստում, բանակը դարձավ իր ստեղծագործության նուրբ երակներից մեկը։ Տեխնիկական կիբեռնետիկայի մասնագիտացում ունենալով, Տիկին Նոնան Պաշտպանության նախարարությունում ծառայության անցավ գերմաներենին լավ տիրապետելու շնորհիվ։
Նոր կազմավորվող զինված ուժերին անհրաժեշտ էին այդպիսի մասնագետներ, եւ նա ժամանակի թելադրանքով դարձավ զինվորական։ Նա կարողացավ ձուլվել բանակի կարգուկանոնին։ Իհարկե սկզբում դժվար էր երեխաների դաստիարակությունը համատեղել ծառայության հետ, բայց շուտով ազգային բանակը դարձավ ներշնչանքի աղբյուր։ Բանակը դարձավ իմ ստեղծագործության հավանաբար ամենանուրբ երակներից մեկը։ Ես այսօր գրում եմ ամեն ինչի մասին, բայց չգիտես ինչու բանակին, սահմանին, զինվորին, հայրենիքին նվիրված բանաստեղծությունները կարծում եմ ավելի անկեղծ են լինում, որովհետև ես հենց այդտեղ եմ։ Փոխգնդապետ Պողոսյանի պոեզիայի հերոսը հիմնականում կինն է, սակայն մեծ թիվ են կազմում նաև հայրենիքին, ազգային բանակին, հայ զորականին նվիրված բանաստեղծությունները։ Հայ զինվոր պաշտոնաթերթում պարբերաբար լույս են տեսնում նրա բանաստեղծությունները։ Վերջինը Սահման շարքն է, որը ամբողջությամբ նվիրված է հայրենի եզերքի նորորյա պաշտպաններին։ Բանաստեղծուի զինվորականի բանաստեղծական ժողովածուներից են Ձյունե աղոթք, Միջօրեի ոտնաձայներ, Անսրբագիր ներկայություն եւ Ապրելու կանխավարկած գրքերը։ Տիկին Նոնան դաստիարակում է նաև հայրենիքին արժանի զավակներ, իսկ նրա ստացած բազմաթիվ մեդալներն ու պատվոգրերը վկայում են բարեխիղճ ծառայության մասին։ 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում էլ ծառայում է կապիտան Մարգարիտա Պետրոսյանը։ Լինելով զինավանի ակումբի պետ, տիկին Մարգարիտան կարևորում է զինվորների մշակութալուսավորչական դաստիարակությունը։ Նրա շնորհիվ զինավանում ծառայող զինվորները հաճախակի լինում են թատրոններում, դիտելով տարբեր ներկայացումներ։ Զինվորներին հարազատ որդուց չզատող այս կինը նույնպես բանակ եկավ շատ պատահական եւ այսօր իրեն չի պատկերացնում առանց ծառայողական առօրյայի։ Անընդհատ պրպտող կապիտան Պետրոսյանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի զինվորների ժամանցը դառնա հաճելի եւ ուսուցողական։ Նա գտնում է, որ հայոց բանակի զինվորը պետք է ոչ միայն լավ տիրապետի զինվորական գործին, այլև տեղեկացված լինի հայրենի պատմությանը, մշակույթին ու արվեստին։ Անմիջական հրամանատարները նույնպես գնահատում են տիկին Մարգարիտայի կատարած գործը։ Հաճախ էլ որպես մանկավարժ հոգեբան նրանից խորհուրդներ են հարցնում։ Տիկին Մարգարիտան որպես սպա, կազմակերպված, պարտաճանաչ, նվիրված զինվորական գործին հանձնավորություն է, մինչ այսօր էլ անկախ ամեն ինչից չի զլանում, չի խնայում ոչ մի ջանք ու եռանդ մշակութաժամանցային միջոցառումներ անցկացնելու։ Տիկին Մարգարիտան հայրենասիրական ոգով է դաստիարակել նաև միակ որդուն, Հրանտին, ով բարձրագույն իրավաբանական կրթություն ունենալով այսօր ծառայում է 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում։ Յուրաքանչյուր հայ տղամարդ պիտի ծառայի պարտադիր, որովհետև մենք քիչ ենք եւ մենք պարտավոր ենք եւ պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Դա հայրենիքի համար, իր ընտանիքի համար եւ անընդհատ այդ խոսակցությունը եղել է մեր տամեջ, բացատրել եմ, որ ինչ էլ որ անում է, առաջինը իր ընտանիքին, հետո իր հայրենիքի համար։ Զինված ուժերի ամեն մի հաջողությամբ ուրախացող կապիտան Պետրոսյանը երկար ուղի է անցել։ Իր մայրական խորհուրդներով շատ զինվորների է օգնել։ Նա գտնում է, երբ ինչ-որ գործ նվիրումով ես կատարում, այն արդեն դառնում է կենսակերպ, իսկ հայկական բանակին նվիրյալներ են անհրաժեշտ։ Իր բարեխիղճ ծառայության ընթացքում կապիտան Մարգարիտա Պետրոսյանը պարգևատրվել է գերատեսչական տարբեր մեդալներով ու բազմաթիվ պատվոգրերով։ Այսպիսին է կին զինծառայողը, զինվորականին հատուկ կարգապահությամբ եւ կնոջը բնորոշ նրբազգացությամբ։ Կինը չի սիրում շտապել։ Սիրում է շատախոսել։ Սարսափում է բարձրությունից։ Որոշումներ չի կայացնում։ Անվերջ զուգվում զարդարվում է։ Թույլ և անօգնական է։ Կոտրիր կարծրատիպերը։ Անցիր մեր շարքերը։ Ավելի քան մեկ դար առաջ կանայք իրենց իրավունքները պաշտպանելու համար դուրս եկան փողոց պահանջելով հավասարություն իրենց նկատմամբ հարգանք տնտեսական, քաղաքական եւ հասարակական ոլորտներում։ Սա է ընկած մարտի 8-ի տոնի պատմական հիմքում եւ այսօր արդեն կանայք հարգված են եւ ներկայացված բոլոր, այդ թվում նաեւ պաշտպանության ոլորտում։
Այս կանանց համար օրը որքան սովորական, նույնքան եւ անսովոր է սկսվում։ Տնային ընտանեկան գործերից հետո պետք է շտապել աշխատանքի։ Աշխատանք, որը ոչ ավել, ոչ պակաս երկրի հայրենիքի պաշտպանությունն է։ Որքան էլ կինը թույլ ու անպաշտպան է, նույնքան էլ հզոր, երբ հերթը հասնում է հայրենիքի պաշտպանությանը։ Ու բոլոր ժամանակներում էլ հայ տղամարդու կողքին ուսի զենք-զենքի տված պայքարել է եւ հայրենիք կառուցել հայ մայրը, քույրը, կինը։ Այսօր էլ մեր բանակի կառուցման եւ հայրենիքի պաշտպանության գործում անմասն չեն հայ կանայք։ Տարեստարի զորամասում ծառայող կանանց թիվն ավելանում է։ Սա խրախուսում են ոչ միայն զինակից ընկերները, այլ նաեւ ամուսիններն ու ընտանիքը։ Մասնագիտությամբ երաժիշտ Մանկավարժ Օֆելյան զինվորական ծառայության անցել է վերջերս եւ առանց երկմտելու թողել է քաղաքացիական մասնագիտությունը։ Բնականաբար դժվարություններ միշտ կան ու կլինեն, բայց դրանք կարծում եմ, որ հաղթահարելի են։ Առավել եւս, որ մենք մասնակցել եմ զորավարժություններին, բավականին հետաքրքիր է եղել եւ այդ պարագայում կապ չունի, կին ես, տղամարդ ես, այդ պարագայում դու ընդամենը զինծառայող ես եւ ծառայում ես Հայաստանի Հանրապետությանը։ Կանանց ներկայությունը զորամասում իհարկե դրական է անդրադառնում։ Տղամարդիկ ավելի զգոն են, ավելի պատասխանատու։ Կանանց հանդիմանությանն արժանանալ թերացած աշխատանքի համար իհարկե ոչ մեկը չի ցանկանում։ Չեն բացառում նաեւ, որ գեղեցիկ սեռի ներկայությամբ ամեն ծառայություն ու դժվարություն հաճելի ու հաղթահարելի է։ Շատ պատասխանատու է տղամարդկանց կոլեկտիվում աշխատելը, որովհետև եւ կին ես, եւ տղամարդ ես այս պարագայում, եւ պետք է համապատասխանորեն կարողանաս պատասխանել տրված հարցերին, տրված խնդիրներին, միևնույն ժամանակ չպետք է կորցնես քո կանացի մտածողությունը, կանացի վարվելակերպը եւ կանացի պահվածքը։ Ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ ծառայության մեջ կանանց համար մարտի 8-ը սպասված է։ Տոնը իրենց անակնկալներով ել ավելի տոնական են դարձնում ծառայակից ընկերներն ու հրամանատարական կազմը։ Իսկ բարեմաղթանքն ավանդական է, ինչպես բոլոր տոներին՝ խաղաղություն, անառիկ սահմաններ ու հզոր հայրենիք։ Ես ցանկանում եմ բոլոր կանանց, բոլոր մայրերին, որպեսզի իրենց երեխաները բանակ գնալիս առողջ հետ վերադառնան, մեր պետության հնարավորությունները լինեն այնքան, որ ոչ մի երեխա չգնա արդագնա աշխատանքների բոլորը ապրեն եւ արարեն, ստեղծագործեն մեր հայրենիքում եւ շենացնեն մեր երկիրը։ Կանանց միջազգային օրվա թեման եզրափակենք երաժշտական տեսահոլովակի ներկայացմամբ։ Շուշան Պետրոսյան, կնոջ պատմություն։ Good
Շարունակում ենք թողարկումը։ Այժմ տեղափոխվենք Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված եւ զինված ուժերի երկրորդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Զորամաս, որի առօրյայի ուշագրավ դրվագներին է անդրադարձել իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը։ Զորամաս ժամանելուն պես հրամկազմից հետաքրքրվում ենք, թե ինչպես է ընթանում զորամասի առօրյան, ինչ փոփոխություններ կան։ Ի ուրախություն մեզ շտապում են ցույց տալ վերանորոգումից հետո վերջերս բացված պահակային ծառայության հավանը։ Նշենք, որ պահակային ծառայության կատարումը համարվում է մարտական առաջադրանք եւ անձնակազմից պահանջում է ճշտորեն պահպանել կայազորային ու պահակային ծառայության կանոնները։ Համաձայն պահակախմբի հետ գործնական պարապմունքների անցկացման պլանի ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Դավիթ Եդիգարյանն իր զինակիցների հետ ուսումնական տեղերում մասնակցում է պահակախմբի գործնական պարապմունքներին։ Այն է զենքի լիցքավորում, լիցքաթափում, պահակակետերի հանձնում, ընդունում, ժամապահների հերթափող։ Մինչ զինված ուժերում ծառայության անցնելը Դավիթը սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Մեծ հետ զրույցում կրտսեր սերժանտն անկեղծանում է, որ ավելի հասուն տարիքում զորակոչվելն օգնում է, որպեսզի ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվես քեզ վստահված հայրենիքի պաշտպանի առաքելությանը։ Շուտով կավարտվի ժամկետային ծառայությունը։ Ասում է, որ այնինչ հասցրել է ձեռք բերել բանակում, իրենք ուղեկցի ողջ կյանքի ընթացքում։ Ընկերներ, նվիրումի մեծ զգացում, սեր եւ պատասխանատվություն իրեն շրջապատող ամեն ինչի նկատմամբ։ Դավիթի ծառայակից մյուս ընկերներն էլ կատարելագործում են իրենց հմտությունները տագնապ ազդանշանի դեպքում իրենց գործողությունները պատշաճ իրագործելու համար։ Այս օրերին զորամասի անձնակազմն ակտիվորեն ներգրավված է նոր ուսումնական փուլի շրջանակում անցկացվող մարտավարական պարապմունքներում։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, արդեն մի քանի օր է ինչ մեր զինծառայողները զորավարժարանում կատարելագործում են մարտական մեքենան շահագործելու, մեքենայից կրակ վարելու ունակությունները։ Մեր ազնագազմը նոր է համալրվել զորամասում ուսումնական կենտրոնից։ Զորամասում մարտական պատրաստության պլանի համաձայն ծմրային ուսումնական փուլում անցկացվում է ամեն ամիս մեքենավարում ազնագազմի հետ, որովհետեւ ազնագազմը իրեն ամրացված տեխնիկայի սպառազինությունը լավ տիրապետի, անցկացվում է առաջաստուական վարությունը ազնագազմի հետ մեքենավարում տեղանքի բարդ պայմաններից։ Մինչ զորավարժարանում մեր զինծառայողները կրակային եւ մեքենավարման պարապմունքներ են իրականացնում, զինանձնակազմի մեկ այլ խումբ տեղամասի պահպանությանն առնչվող հարցերի շուրջ պարապմունքի անցկացնում։ Անմիջական հարց ու պատասխանի միջոցով պարապմունքի ղեկավարը ստուգում է զինվորների պատրաստականության աստիճանը, մատնանշում բաց թողումներն ու դրանց շտկմանը միտված համապատասխան ցուցումներ տալիս։ Այս ամենին էլ զուգահեռ զորամասի նորակոչիկներն առայժմ սերտում են զինվորական ծառայության այբուբենը։ Անցած շաբաթ եւս շարունակվել է զինծառայողների այցելությունները պատմամշակութային հաստատություններ։ Ինչ խոսք դա պատեհ առիթ է, որ հայրենիքի նորօրյա պաշտպանները մոտիկից ծանոթանան մեր պատմությանն ու նրա հերոսական դրվագներին։ Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած շրջայցին այս անգամ մասնակցում էին Արմավիր ուսումնական զորամասի կուրսանտները, ովքեր մեծ խանդավառություն էին ցուցաբերում, չէ որ նրանցից շատերն առաջին անգամ էին լինում նմանօրինակ վայրերում։ Եվ այսպես, առաջին կանգառը 1957 թվականին կառուցված հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտն էր։ Այստեղ հայրենիքի նորօրյա պաշտպաններին աշխատակիցները նախ մանրամասն պատմեցին Մատենադարանի ստեղծման պատմության ու գործառույթների մասին։ Այնուհետև զինծառայողները փորձառու էքսկուրսավարների հետ անցան բոլոր տաղավարներով։ Աշխատակիցները ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էին յուրաքանչյուր ձեռագրի պատմությունը, քանի որ ըստ նրանց, երբ զինվորը տեղեկացված է իր պատմությանը, նա վերարժևորում է հայրենասիրության մասին իր ունեցած պատկերացումները։ Կուրսանտների հաջորդ կանգառը Հայաստանի պատմության թանգարանն էր։ Այստեղ տղաները ծանոթացան հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված մշակութային նմուշներին։ Ամեն նմուշ մի պատմություն է, եւ երբ առաջին անգամ ծանոթանում ես այդ պատմությանը, սկսում ես գիտակցել այն ազգի ոգին, որը նաեւ դու ես կրում։ Այս գիտակցությամբ էլ զինվորները շրջում էին տաղավարից տաղավար, ծանոթանալով հայոց պատմության հիշարժան դրվագներին։ Ազգային գաղափարախոսական դաստիարակության ծրագրի շրջանակում վերջին կանգառը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր։ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընթառաջ հայրենիքի նորօրյա պաշտպանները համաշխարհային հանրությանը նույնպես կոչ են անում ուշադրություն սևեռել համամարտկային այդ ոճրագործության վրա։ Ահա թե ինչու տղաները ցեղասպանությունը դատապարտող կարգախոսներով, պաստառներով մոտեցան հուշակոթողին։ Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին անմար կրակի շուրջ, աղոտ քղելով առ Աստված Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։ Մենք զինվորներս երբեք չենք մոռանա 1915 թվականի կատարվածի մասին եւ պարտավոր ենք միշտ գանք եւ հարգենք մեր զոհվածների հիշատակը։
Տղաներից շատերը երկար ժամանակ չէին տեսել իրենց ծնողներին ու հարազատներին։ Այստեղ էլ նրանց տեսակցության հնարավորություն ընձեռնվեց։ Շատ ծնողներ, որոնք հեռու մարզերից են, այսօր առաջի անգամ հնարավորություն ունեցան տեսնել իրենց երեխաներին եւ հրամանատարներն էլ այնքան բարեհամբույր գտնվեցին, որ թույլ տվեցին, որ թեկուզ մի փոքր ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ։ Շնորհակալություն։ Ազգային գաղափարախոսական դաստիարակության ծրագիրը շարունակվում է եւ առաջիկայում բանակային զորամիավորումների զինծառայողները նույնպես կայցելեն պատմամշակութային հաստատություններ։ 2009 թվականին Պաշտպանության նախարարության ու Կրթության եւ Գիտության նախարարների համատեղ հրամանով որոշվեց նախնական զինվորական պատրաստություն առարկայի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով ակտիվացնել բանակ դպրոց համագործակցությունը։ Այդ նպատակին հետամուտ քայլերից մեկն էլ տարվա լավագույն զինվորական ղեկավար մրցույթի անցկացումն է։ 2014 թվականին կայացած մրցույթի արդյունքում լավագույնն է ճանաչվել զինղեկ գնդապետ Նիկոլայ Ավանեսյանը։ Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի առավել ընդգրկուն ուսուցումն ապահովելու նպատակով վերջին տարիներին Պաշտպանության եւ Կրթության ու Գիտության նախարարությունների միջև կնքվել են մի շարք համաձայնագրեր։ Դրանց շրջանակում դպրոցները Պաշտպանության նախարարության կողմից մասնավորապես ապահովվել են անհրաժեշտ ուսումնական զինատեսակներով, իսկ բարձր դասարանցիներն ազգային բանակի զորամասեր այցելելու, զինծառայողների առօրյային եւ ծառայողական պայմաններին ծանոթանալու հնարավորություն են ստացել։ Առարկան դասավանդող լավագույն զինղեկներին ի հայտ բերելու եւ խրախուսելու նպատակով երկու նախարարությունները համատեղ որոշում են ընդունել տարվա լավագույն զինվորական ղեկավար մրցույթ անցկացնելու վերաբերյալ։ Մարզային եւ հանրապետական փուլերով կայացած մրցույթի արդյունքում 2014 թվականի լավագույն զինվորական ղեկավար է ճանաչվել գնդապետ Նիկոլայ Ավանեսյանը։ Որոշման ընդունման գործում հաշվի են առնվել զինվորական ղեկավարի կրթական որակավորման աստիճանը, աշխատանքային փորձը, մասնագիտական եւ կազմակերպչական կարողությունները։ Անդրադառնալով նախնական զինվորական պատրաստություն առարկայի դերին եւ նշանակությանը, գնդապետը նշում է, որ դպրոցը պետության եւ բանակի հիմնասյունն է։ Կրթօջախը, որտեղ ձևավորվում է ազգային բանակի ապագա զինվորն ու երկրի լիիրավ քաղաքացին։ Ըստ այդմ, որպես մանկավարժը իրեն պարտավորված է զգում ազգային բանակի համար պատրաստել նախնական զինվորական պատրաստության հիմունքներն առավել ընդգրկուն յուրացրած պատանիներ։ 2002 թվականից անցել եմ Պայստազորի, որպես Պայստազորի սպա, եւ այն ժամանակվանից ես ծառայություն եմ կատարում որպես զինվորական ղեկավարի, մեծ հաճույքով եմ կատարում։ Բաց թողումներ չեմ սիրում։ Կատարում լրացված եւ ամեն ինչ իր տեղում։ Նախնական զինվորական պատրաստություն առարկայի շրջանակում Նիկոլայ Ավանեսյանը դպրոցի սաներին ծանոթացնում է նաև քաղաքացիական պաշտպանության հիմունքներին։ Այսպես, յուրաքանչյուր տարի քաղաքապաշտպանության միջազգային օրը մարտի 1-ին գնդապետ Ավանեսյանն անցկացնում է տարհանման գործնական վարժանքներ։ Դրանց նպատակն է ստուգել աշակերտների անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունը ժամանակին եւ ապահով լքելու պատրաստականությունը։ Սրան զուգահեռ ցուցադրական վարժանքների միջոցով գնդապետ Ավանեսյանի կողմից ցուցադրվում են հրդեհաշիջման եւ առաջին բուժօգնության ցուցաբերման միջոցները։ Ի դեպ, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ավագ զինղեկ Նիկոլայ Ավանեսյանը իբրև հանձնաժողովի նախագահ համակարգում է այդ վարչական շրջանների ուսումնական հաստատությունների միջև նախնական զինվորական պատրաստություն առարկայից անցկացվող օլիմպիադայի աշխատանքները։ Օլիմպիադայի արդյունքներով ընտրված լավագույն աշակերտները որոշ ժամանակ անց կմասնակցեն արդեն նախնական զինվորական պատրաստություն առարկայի ստուգատեսի քաղաքային փուլին։ Քննության ընթացքին հետևող Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակից Տիկին Սուսաննա Գասպարյանը գոհունակությամբ նկատում է, որ եթե տարիներ առաջ օլիմպիադային մասնակցում էին մի քանի տասնյակ աշակերտներ, ապա այս տարի նրանց թիվը գերազանցում է 100-ը։ Փառք ու պատիվ մեր երեխաներին, փառք ու պատիվ մեր դպրոցներին, ուսուցիչներին, արդեն երեխաների մեջ սերմանել են այդ սերը դեպի առարկան։ Նախորդ տարիների համեմատ ես տեսնում եմ ինչքան տարբերություն կա։ Իսկ դա նշանակում է, որ հայրենասիրությունը ել ավելի բարձր մակարդակի վրա է դրվում։ Բացի օլիմպիադայից, մենք կորյուն ռազմամարզական խաղեր ունենք, որը մասնակցում ենք ամեն տարի։ Նույնպես իմ դպրոցի սաները միշտ գրավում են առաջին, երկրորդ, ոչ երրորդ, առաջին, երկրորդ տեղերը։ Վերջերս Երկրապահ կամավորականների միության, Պաշտպանության եւ Կրթության ու Գիտության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն հանրապետության բոլոր դպրոցներում այս տարվանից պետք է գործեն պատանի երկրապահների ակումբներ։ Եվ ահա այդ ակումբների աշխատանքներն առավել կանոնակարգված եւ դյուրին դարձնելու նպատակով վարչական շրջաններում անցկացվեցին հրամանատարասերժանտական երկամսյա դասընթացներ։
Դրանցում յուրաքանչյուր դպրոցից ներգրավված էին առնվազն 4-ական աշակերտներ, եւ թերևս պատահական չէր, որ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դպրոցականների պատրաստման գործընթացը Երկրապահ կամավորականների միության վարչության կողմից վստահվել էր հենց գնդապետ Նիկոլայ Ավանեսյանին։ Շաբաթ եւ կիրակի օրերին անցկացվող երկժամյա դասընթացների ընթացքում աշակերտները յուրացնում են շարային քայլ, ռազմական տեղագրություն եւ հոգեբանություն, ձեռք են բերում արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու եւ գործելու հմտություններ, ծանոթանում են առաջին բուժօգնության հիմունքներին։ Խոսելով ծրագրի նպատակների մասին, Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչները նշում են, որ դասընթացների շնորհիվ փաստացի ավելանում է այն երիտասարդների թիվը, ովքեր մինչ զինծառայության անցնելն իսկ գերազանց տիրապետում են զինվորական ծառայության հիմունքներին։ Վստահ եմ, որ այս սերժանտական դասընթացներից հետո մեր պատանի երկրապահներն արդեն պիտի շատ լավ անցկացնեն իրենց զինծառայությունը եւ մենք բավականին շատ զորամասերից ունենք շնորհակալական խոսքեր մեր ծնողներին, մեր պատանի երկրապահներին, ինչպես նաեւ մեզ, որովհետեւ Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնած այս ծրագիրը տվել է իր արդյունքը։ Հավելենք, որ հրամանատարասերժանտական դասընթացների այս եւ նախորդ փուլին ներգրաված աշակերտները մասնակցել են մարտի 5-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում կայացած երթման հանդիսավոր արարողությանը։ Անդրադառնալով թե նախնական զինվորական պատրաստություն առարկայի, թե օլիմպիադաների եւ թե հրամանատարասերժանտական պատրաստության դասաժամերի կարեւորությանը, Նիկոլայ Ավանեսյանը շեշտում է, որ գլխավորը ոչ այնքան գիտելիքներն են, որքան որ դրանց հետ երեխաներին փոխանցվող հայրենասիրական դաստիարակությունն ու հայրենանվեր հերոսներին նմանվելու ձգտումը։ Այ հերոսանանում են հենց այդ արդյունքների հիման վրա, որտեղ նմանվում է քեզ։ Եվ ես ամեն տարի նշեմ, որ Մոնտե Մելքոնյան վարժարան անպայման 2-ից 3 անպայման սան ընդունվում են։ Ռազմական ինստիտուտ, ես ունեմ սպաներ արդեն, որոնք դիրքերից անդադ կապի մեջ են լինում, եւ ես միշտ խնդրում եմ լինել սաղավարտով, լինել բրոնեժիլետով, որպեսզի անվտանգ ծառայություն, ու մաղթում եմ ու ճակատնել համբերում եմ այդ իմ զինվորի, որը այսօր սպա է, հպարտանում եմ դրանով։ Գնդապետը հավելում է, որ լավագույն զինղեկի կոչմանը երկրորդ տարին անընդմեջ արժանանալու գաղտնիքը կարգապահությունն է, ինչպես նաև մատուցվող առարկան դյուրընկալելի ուսուցանելու հմտությունը։ Գլխավոր ձեռքբերումը, սակայն Նիկոլայ Ավանեսյանի համոզմամբ, այն շնորհակալական խոսքերն են եւ շնորհակալագրերը, որոնք ստացվում են զինծառայությունն ավարտած իր նախկին աշակերտներից եւ նրանց զորամասերից։ Գնահատական, որը թերևս ամենից թանկն է իր 13-ամյա մանկավարժական գործունեությամբ ազգային բանակի մարտունակությանը նպաստող գնդապետի համար։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։